Ազգի մարտնացիր, թմբիրից ելիր, սպարապետի աչքերով նայիր, թուրք ու ազերին երախը բացել, հայ արյունը տնչում են լապել։ Իսկ մենք ննչում ենք ու կույր ձևանում, երբ խաղաղության օրոր են ասում, ինչ խաղաղություն, երբ որ թշնամին գալիս է զենքով, գալիս է զորքով։ Տեղահանվածի կեղծված պիտակով, ուզում են մեր սուրբ հողերը զավթել ու նոր գենոցիդ մեր գլխին սարքել։ Դավաճաններն էլ ինչպես միշտ սոված, լափամանները դեմները դրած։ Հայոց հողերն են հանել աճուրդի, որ իրենց ճարպոտ փորը չմաշվի, ինչ որ դոկտոր մահ ճարեր է ասում, երբ որ մեր վանքի մոմերն են հանգչում։ Երբ եկեղեցու հիմքերն են քանդում, երբ որ Աստծո տան զանգերն են լռում, խիզախ տղերքի գլուխը կերան, որպեսզի մեզ տան թշնամու բերան։ Առյուծ Վազգենին հենց հայը դավեց, ու նրա կերտած բերդերը քանդեց, պատքամը մոնթեի արագ մորացան, հերոս տղերքի սխրանքն ուրացան։ Արմենակն ու Ալբերտը կյանքը տվեցին, Քյարամն ու Ռոբերտը դիրքը պահեցին, Տարոմն ու Մենուան կռվում զոհվեցին, Ալենն ու Գորը, Դավիթն ու Էդգարը։ Անարիք պահեցին մեր բարձր սարը, ախ այնքան շատ են ու ջահել, թող որ ինձ ներեն, չեմ կարող այսօր բոլորին թվել։ Թուղթն ու գրիչը ծախու գտնվեց, և հաղթանակը թշնամուն տրվեց։ Նրանք զոհվեցին, որ հողը պահեն, որ հայոց տունը նորից չավերեն։ Այս ամենից ետ քնած եք մնում, այսինչ թմբիրը, որ չեք արթնանում, վեր կաց ժողովուրդ, Տեր կանգնիր ձայնիդ, Տեր կանգնիր հողիդ և իրավունքիդ։ Մեր լինել, չլինելու հարցն է որոշվում, ձեր լռության տակ ազգն է կործանվում։ Ու եթե այսօր քնից չարթնանաք, այդպես էլ հավերժ քնած կմնաք։